Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր հարցեր։ Շարունակում ենք ամփոփել 2025 թվականի կարևոր իրադարձությունները։ Իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ իմ ընկեր Ռուբեն Մերաբյանը։ Ողջույն։ Ողջույն։ Մենք նախորդիվ երկու հիմնարար իրադարձություններ ամփոփեցինք, որոնք կարևոր արժեք են տալիս 2025 թվականին, մեկը հունվարի 14-ին ստորագրված Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, մյուսը ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը եւ դրան հաջորդած երկկողմ ձևաչափով զարգացումները թե Թուրքիայի ուղղությամբ, թե Ադրբեջանի ուղղությամբ, որի հիմքում Հայաստանի եւ Արևմուտքի միջև խորացող համագործակցություններ, այսինքն այդ համագործակցության շնորհիվ Հայաստանը այնքան ուժ, այնքան կարողություն ստացավ, որ իրեն հնարավորություն տվեց երկկողմ ձևաչափով թե Բաքվի, թե Անկարայի ուղղությամբ աշխատանքներ տանել եւ ձեռք բերել համաձայնություններ, որոնք միայն Հայաստանին չէին առնչվում։ Ըստ էության այդ համաձայնությունները ունեցան ոչ միայն լոկալ տարածաշրջանային կարևորություն, այլև անդին միջև կենտրոնական Ասիա գնացող եւ այդպես շարունակվող համաձայնություններ են, որոնք ձգվում են միջև կենտրոնական Եվրոպա։ Եվ այստեղ իհարկե կուզեմ հատուկ կանգ առնել որպես շարունակություն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար 2025 թվականին մեկնարկած եւ 2025 թվականի օգոստոսին արդեն կարևոր ընթացք եւ կարևոր բնույթ ստացած այն գործարքին Վաշինգտոնյան համաձայնությունները 8-ին մենք տեսանք արդեն կարևոր պայմանավորվածություններով թե Հայաստան Միացյալ Նահանգներ Ադրբեջան ձևաչափով այդ երրակողմ պայմանավորվածությունը, որի անունը մենք դրել ենք խաղաղության գործարք կամ peace deal, եւ իհարկե Հայաստան Միացյալ Նահանգներ ձևաչափով համագործակցությունը, որի վերաբերյալ 3 հռչակագիր է ստորագրվել, մեկը վերաբերում է TRIP-ին կամ ընդհանրապես խաղաղության խաչմերուկին եւ դրան առնչվող ամբողջ այն ճանապարհների ապաշրջափակման գործընթացին, որում ամերիկացիները կարևոր նաեւ իրենց համար դեր են տեսնում եւ իհարկե էներգետիկ համագործակցություն եւ կիսահաղորդիչներ, տեխնոլոգիական համագործակցություն եւ արհեստական բանականություն, այո, այդ կլաստերները, որի վերաբերյալ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իդեպ արդեն աշխատանքային խմբերը Միացյալ Նահանգներում իրենց առաջին նիստն են անցկացրել, հաջորդն էլ կլինի հավանաբար հունվարի։ Ինչով էր կարևոր օգոստոսի 8-ը։ Նախ սա համալիր համաձայնություններ էին, երրակողմ եւ երկկողմ, տարբեր երկկողմ, հայ-ամերիկյան, ադրբեջանա-ամերիկյան եւ հայ-ադրբեջանական։ Ի վերջո նաեւ այդ համաձայնությունների շրջանակում էլ նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Սա փաստորեն նոր իրողություններ ֆիքսեց ոչ միայն հարավային Կովկասում, այլև հարակից տարածաշրջաններում, դուք շատ ճիշտ նշեցիք, կենտրոնական Ասիայում եւ խնդիր էր այդ աշխարհաքաղաքական բուտերբրոդից հանել կենտրոնական Ասիան, իսկ հարավային Կովկասը դա միակ ուղղությունն էր, որը թույլ կտար ավտոնոմ, քաղաքականապես չծանրաբեռնված ելք ապահովել այդ ահռելի նշանակություն ունեցող տարածաշրջանին դեպի համաշխարհային տնտեսություն։ Սա այն ռազմավարական նպատակն էր, որը դրվեց ընդ որում թե Եվրոպայի կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից, եւ հարավային Կովկասում այս process-ը, որը ընթանում էր, դա ոնց որ ածանցյալն էր այդ ռազմավարական նպատակից։ Եվ այստեղ մենք շահեցինք, մենք համընթաց քամիներ փչեցին մեր տարածաշրջանում եւ մենք մեր առագաստները ճիշտ ուղղությամբ պահեցինք, մեր կայմերն էլ
ամուր գտնվեցին, որպեսզի մենք ճիշտ կուրսի վրա մեր նավերը կարողանանք տեղավորել եւ ուղղորդել։ Եվ ուրեմն այս ամենը նշանավորեց մի նոր ճարտարապետություն, որը դեռ ձևավորման մեջ է, բայց ֆունդամենտը մենք արդեն ունենք։ Իհարկե, այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները խոսում են, որ արդեն այլևս խաղաղություն է եւ այլն։ Այո, պատերազմ էլ չկա, բայց խաղաղությունը դեռ տևական process է, որը դեռ պետք է կառուցվի, բայց այդ կառույցի ֆունդամենտը արդեն կառուցված է հենց այս համաձայնություններով եւ սա ուղղակի շատ դժվար է գերագնահատել։ Եվ ուրեմն այս ամենը նաև պրոպագանդայի հարթության վրա շատերին ուղղակի թողեց կոտրած տաշտակի առաջ։ Շատերն ասում էին դեն հայ-ամերիկյան խարծան, որի մասին մենք նախորդիվ քննարկում էինք, դա PR քայլ էր Բայդենի վարչակազմի կողմից գնալուց առաջ մի լավություն արեցին գնացին, բայց դա մեկա չի աշխատելու։ Էլ տեսակ ոչ միայն աշխատեց, այլև այսպես upgrade տեղի ունեցավ եւ աշխատեց նորովի, նոր չափումներ ձեռք բերելով եւ նոր հեռանկարներ բացելով։ Հաջորդը ասում են ես ամենը դեռ չի նշանակում, որ կաշխատի, ոչ չի նշանակում, երբ արդեն իսկ աշխատել է այս պահի դրությամբ, երբ մենք հիմա այս բանի մասին 4.5 ամիս անց խոսում ենք, մենք հիմա խոսում ենք մի փուլում, երբ այդ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները թևակողել են արդեն գործնական իրագործման փուլ եւ մենք դեռ շարունակությունն էլ տեսնելու ենք, ընդ որում մենք տեսնում ենք ինչ արագ տեմպերով է ամեն ինչ փոխում։ Եվ ինչ լուրջ խթաներ այս ամենը նաև հարաբերություններ չունեցող երկրների միջև այդ հարաբերությունների տրանսֆորմացիայի մեջ, այնինչ չէր հաջողվում այս կոնֆլիկտի հենց ծագման օրվանից։ Կոնֆլիկտը չէր տրանսֆորմացվում։ Ինչու սա հնարավոր դարձավ եւ ինչու մինչեւ այդ հնարավոր չէր։ Եվ վերջում մենք դրանից առաջ ունեցել ենք երակո մեկ այլ պայմանավորվածություն, հայտարարության տեքստ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, իդեպ մեր այն քաղաքական հակառակորդները, մրցակիցները, ովքեր այդ հայտարարությունը կոչում էին կապիտուլյացիոն, պարտվողական, ամենավերջի էպիտետներով էին այսպես զարդարում այդ մեկ էլ դարձավ սրտի ուզելի։ Դրա հիմնական ջատագովն ու պաշտպանը դարձան։ Հիմա օգոստոսի 8-ը կարող էր օրինակ Հայաստանը մերժել այդ առաջարկները եւ արդյոք կարող էր դրան այլընտրանք գոյություն ունենալ, թե դրա այլընտրանքը իրապես շատ ավելի մեծ արհավիրք կարող էր լինել, քան մենք պատկերացնում ենք, որովհետեւ ըստ էության տևական ժամանակ Միացյալ Նահանգները չունենալով որևէ պարտավորություն Հայաստանի նկատմամբ ահռելի ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության համար։ Առնվազն 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները առաջին փորձն էին ստուգելու ամերիկյան կարողությունները, թե որքան աշխատող կարող են լինել։ Եվ գոնե մենք գիտենք, չէ, ջերմուկի ուղղությամբ հարձակումը ինչպես է կասեցվել եւ ով ինչ ջանք է գործադրել։ Այդտեղ ռուսների նպատակն էր հնարավորինս առաջ գալ, ադրբեջանցիների ձեռքով մեզ ավելի շատ ծուղակում տեղավորել, ամերիկացիները դա թույլ չտվեցին եւ դրանից հետո մենք լայնածավալ հարձակում որպես այդպեսին ադրբեջանցիների կողմից չենք ունեցել, որտեղ դրանից հետո եվրոպացիները ամերիկացիների միջնորդությամբ եկել են ժամանակավորապես են կանգնել, հետո այլևս ավելի մշտական կարգով կանգնեցնելու շուրջ պարտավորություններ ենք մենք դրել եվրոպացիների առաջ։ Բայց այստեղ ամենակարևորը մենք ամերիկացիների հետ կապել ենք մեր անվտանգության շատ ու շատ հարցեր։ Եվ եթե ամերիկացիներից գալիս է այսպիսի առաջարկ, օրինակ օգոստոսի 8-ին այսպիսի պայմանավորվածություն ձեռք բերելու, Հայաստանի
չմասնակցելը կամ մերժելը ինչ կարող էր նշանակել։ Դա հիմարություն կլիներ պարզապես եւ սա չէ որ մի բան է որին Հայաստանը ինքն էր ձգտում եւ Հայաստանի շահերից է բախում ուղղակիորեն։ Բայց մենք եթե նույնիսկ Հայաստանի հարցը դուրս դնենք, այսինքն Միացյալ Նահանգների նման գերտերությունը, որը տարածաշրջանային այսպիսի շահեր հերահար շահեր դիտարկելով հնարավորություն է տալիս հակամարտող երկու երկրներին այս արանքում, այս հատվածում գնալ այսպիսի պայմանավորվածության եւ ինքն էլ իր վկայի ստորագրությունն է դնում այդտեղ եւ ապահովում դրա համար քաղաքական այնպիսի պայմանավորվածություններ, որոնք բերում են նյութական ահռելի ռեսուրսներ, ներդրումներ, այդ թվում նաև Եվրոպական միության կողմից, ով հայտարարում է, որ մենք ողջունում ենք հայ-ամերիկյան կամ ընդհանրապես խաղաղության գործարքը եւ պատրաստ ենք ֆինանսապես այստեղ մասնակցել, նույնիսկ թիվ են ասում։ Այո։ Այն դեպքում, երբ մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով ունենք ահռելի պայմանավորվածություններ, որոնցից եւ որևէ մեկը չի իրագործվել, որտեղ այդ հայտարարությունը եղել է Արցախի մասին, Արցախի անվտանգության մասին, Արցախի շուրջ տեղի ունեցած պատերազմի մասին, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության մասին, գերիների մասին 9-ից 8-ը այլևս ոսպես ասենք էլի ամենացինիկ եւ կոպիտ ձևով խախտված են, իսկ դրանցից որոշներն էլ անշրջելիորեն։ Այո։ Եվ կա միայն 9-րդ կետ, որը շատ է սիրում Ռուսաստանը եւ Ռուսաստանին սիրողներն էլ են սիրում հանկարծակի, որովհետեւ մինչեւ էդ էլ դուք էլ նշում եք, որ նրանք կոչում էին դա կապիտուլյացիա։ Հիմա դարձավ սրտի ուզելիք։ Եկեք ներեք։ Այո, սա մի բան էր, որը Հայաստանն էր ուզում, սա մի բան էր, որը բխում է միջազգային իրավունքից։ Այո, սա բխում է մեր անկախության շահերից, մեր ինքնաիշխանության շահերից, խաղաղության շահերից, այո, մեր ժողովրդավարության շահերից։ Ավելին ասեմ, այն ինչ Ռուսաստանի եւ Ադրբեջանին չհաջողվեց անել 2020 թվականի 44-օրյա պատերազմով, կհաջողվեր, եթե նոյեմբերի 9-ը ամբողջությամբ նրանք կարողանային իրագործել, հատկապես 9-րդ կետը, որտեղ ըստ էության 9-րդ կետի համաձայն, եթե նրանք կարողանային ռուսները վերցնել այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը եւ Հայաստանը իր տարածքի նկատմամբ չունենար ամբողջական վերահսկողություն, հատկապես այդ ճանապարհի նկատմամբ, այդ միջանցքի նկատմամբ, ինչպես ռուսներն ու ադրբեջանցիները սիրում են կոչել, ամբողջությամբ Հայաստանի ռեգիոնալ կարևորությունն ու նշանակությունն էր կորում, եթե Հայաստանը չէր ունենում իր համար անցանելի սովորական սահման Իրանի հետ։ Եվ այստեղ իհարկե Իրանի դերակատարության մասին պետք է առանձնահատուկ նշել եւ իհարկե պիտի կանգառնենք հայ-ամերիկյան եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ այս խաղաղության գործարքի կարևորությունը պետք է ընդգծենք եւ խոսենք, որ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված այս խաղաղության գործարքը հնարավորություն տվեց որպեսզի Միացյալ Նահանգներ Կենտրոնական Ասիա գագաթնաժողով տեղի ունենա։ Նախորդին էլ Ճապոնիա, Կենտրոնական Ասիայի 5 երկրներ գագաթնաժողով տեղի ունենա։ Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողով տեղի ունենա։ Իտալիա Կենտրոնական Ասիա ուրեմն գագաթնաժողով տեղի ունենա, այսինքն Կենտրոնական Ասիայի ահռելի տնտեսական պոտենցիալը կարող է հեռանկար դառնալ ամբողջ աշխարհի տնտեսության համար, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանում են պայմանավորվել այդ ճանապարհի շուրջ եւ եթե այդ ճանապարհը դառնում է իրապես կապողողակ այդ հարստությունը դեպի եթե Հայաստանն պետք է չհամաձայնվեր դրան, ուրեմն միևնույնն է դա աշխատելու էր, բայց արդեն առանց Հայաստանի։ Ընդհանրապես, ուրիշ ոչ մի բան։ Եվ Հայաստանը դառնալու էր այս միջազգային ահռելի պայմանավորվածությունները մարգինալ պետություն։ Այո, տորպեդահարողը։ Եվ դու եթե այս պատերազմներից հետո այս արհավիրքներից հետո գլոբալ պրոյեկտը տորպեդահարում, դե ինչ ասում։ Ուրեմն լեգիտիմացվում է Ադրբեջանի ցանկացած գործողություն, այդ թվում նաև հարձակման ուրեմն այսպես տեսքով
Արդյունքում մենք ստանում ենք Հայաստանի ավերակներ, որոնք դատապարտված էին լինելու ապրել որպես արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կլիենտ պետություն, որի մեջ մասնաբաժին էլ կունենար հումանիտար նկատառումներով Ռուսաստանը։ Սա էր այս մարդկանց ուզածը։ Եվ սա է մնում այդ Այո, եւ շարունակում է մնալ այս մարդկանց ուզածը, նաեւ նրանց, ովքեր հիմա իրենց պատառոտում են, ինքնապատառոտվում են, թե այս ինչ է կատարվում։ Ոնց կլինի որոշ եկեղեցականներ էլ ասում են, մեր երկիրը տագնապի մեջ է։ Վերեկեք տեղները, տայ մարդի, ինչ տագնապը որն է։ Աշխատանքի ժամանակ է։ Տագնապի հարց չկա, տագնապները հաղթահարելուն ուղղված քայլեր էին այս ամենը։ Այս քայլերն են, որոնք վերում են տագնապի հաղթահարման, այլ ոչ թե ձեր դատարկապորտ քարոզները, պսևդո քարոզները։ Սա շատ կարևոր է, նաև սա մի ջարդ էր հենց ռոպագանդայի հարթության վրա։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները ամրապնդելու եւ անշրջելի դարձնելու համար կարևոր է, որպեսզի մենք քաղաքական ներքին համաձայնության հասնենք եւ այն չլինի բացառապես մի քաղաքական ուժի Սա սկզբունքային նշանակություն ուժի կամքից կախված։ Այո։ Սա համազգային օրակարգ է։ Ոչ միայն Հայաստանի համար է սա կարևոր, նաև Սփյուռքի։ Սփյուռքը եթե իրապես հեռանկար է տեսնում Հայաստանի հետ որևէ հարաբերություն զարգացնելու, ներդրումներ անելու, սա իրապես հիմնարար երաշխիք է, որ Հայաստանում իմաստ ունի ներդրումներ անել եւ Հայաստանում ներդրումները կարող են հեռանկարային լինել եւ անձամբ ասեմ շաբաթներ առաջ ես հանդիպել եմ Միացյալ Նահանգներում գործարանների, ովքեր միլիոնավոր դոլարներ այս պահին մոտավորապես 120 միլիոն դոլարի ներդրում են ուզում անել Nvidia-ի օրինակ նախագծերում։ Ինչու են դա իրենք պատրաստ անել, որովհետև տեսնում են, որ Միացյալ Նահանգների կառավարության հետ ձեռք բերված համաձայնությունը ունի հերահար երաշխիքներ եւ կարող է Հայաստանի նկատմամբ ոչ միայն սիրո արտահայտություն լինել, նաև կարելի է ներդրումներից Սա պետական քաղաքականություն է, որի մեջ նրանք ներդրում են անում, սա է։ Կարող են եկամուտ ստանալ։ Այսինքն մեր նպատակն է, որպեսզի Սփյուռքը Հայաստանում փող դնի ոչ միայն որտեղ դա Հայաստանն է, այլ որովհետև Հայաստանից կարելի է Հայաստանից ներդրված գումարներից կարելի է նաև եկամուտ ստանալ եւ դա ամերիկյան քաղաքականություն է։ Դա հայ-ամերիկյան քաղաքական կոնսենսուսի արդյունք է, որը նաեւ այո հնարավորություն է տալիս, որ ձեր ասած 120 միլիոնը վաղը դառնա այդ տերերի համար այդ 120 միլիոնի 220, 520 միլիարդ եւ այլն եւ իրենց ոնց որ ասում են բարով վայել են այսպես է աշխատում։ Այո։ Եվ այս ամենն էլ նաև շատ կարևոր է նրանով, որ զուգահեռաբար մենք տեսանք ինչ կարևոր ռազմավարական գործընկերություններ Հայաստանը երկկողմ ձևաչափով այսպես 360 աստիճանի բոլոր ազիմուտներով Հայաստանը հաստատեց այս ժամանակաշրջանում, չէ՞, Ղազախստանի հետ, Ղազախստանը չափազանց կարևոր Չինաստանի հետ կոմերցիոն, այսպես, Գերմանիայի հետ, Նիդերլանդների հետ, հենց այս վերջերս նույնիսկ փոքրիկ Լյուքսեմբուրգը, որը ահռելի ֆինանսական հնարավորություններ ունի եւ այսպես ասենք ռենոմե, հա, մեծ բիզնեսի համար, Լյուքսեմբուրգի հետ արչեվում են ուղղակի պատեհառիթի են սպասում համանման բաները Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ։ Էլի երկրներ կան, որոնց հետ չունենալը օրինակ շատ զարմանալի է։ Դեկտեմբերի 2-ին մենք ունեցանք Եվրամիության հետ ռազմավարական օրակարգի կարևոր համաձայնագրի ստորագրում, ինչը եւս պիտի շատ ավելի վաղ տեղի ունենար, բայց կարծես օգոստոսի 8-ը խթանեց, որպեսզի Եվրամիությունը շահագրգռված լինի Հայաստանի հետ այդ փաստաթղթի ստորագրմամբ։ Որ սեպան նույնիսկ դեռ չենք կատարել, բայց արդեն նույնիսկ եթե կատարենք, արդեն երկուստեք
դա ընկալվեց որպես արդեն անբավարար։ Շատերը ոռնում էին, որ սա ՍԵՊԱ-ին այլընտրանքային փաստաթուղթ է, բայց ամենևին ՍԵՊԱ-ն շարունակում է գործել եւ մենք ուրեմն ի հավելումն դրա նաեւ եւս ուրեմն գործընկերություն ենք հաստատում, որտեղ առանցքայինն է նաեւ անվտանգությունն ու պաշտպանությունը։ Չկա ոլորտ, որը այլևս չի ներառվում Հայաստան-Եվրամիություն համագործակցության մեջ։ Այդ թվում նաեւ առանձին երկրների, օրինակ Գերմանիայի հետ մենք նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ այս պայմանագրով կարողացել ենք համաձայնության հասնել։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը հասանելիություն է ստանում տեխնոլոգիաներին, Հայաստանը հասանելիություն է ստանում հետախուզական տվյալներին, ինչը մեր ամենամեծ բաց թողումն էր 44 օրյա պատերազմից առաջ, երբ ըստ էության այդ նաև ազգային ժողովի պաշտպանության անվտանգության ներքին գործերի այդ հանձնաժողովի կողմից 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներում տողատակով հասկացնել էր տալիս, որ ըստ էության հետախուզական տվյալներ են մեզ տրվել, որոնք մոլորեցրել են հայկական կողմին միտումնավոր կեղծ մոլորեցնող տվյալներ։ Միտումնավոր մեզ մոլորեցրել են, որպեսզի պատերազմի հենց մեկնարկին մենք ամբողջությամբ առավելագույն կորուստներ ստանանք, անպատրաստ գտնվենք եւ չկարողանանք ուրեմն արժանի հակահարված տալ հակառակորդին։ Այս իրավիճակը իհարկե արմատապես փոխում է Հայաստանի քաղաքական կշիռը, դուք նշեցիք առանձին երկրների մասին ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։ Մենք երկու կարևոր համաձայնություններ նաև այս ընթացքում կարողացանք ձեռք բերել դեկտեմբեր ամսին, մեկը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ 15 միլիոն եւ նաեւ խաղաղության այդ ուրեմն գործիքին պլատֆորմի 20 միլիոն դոլար մենք նախորդ տարի 10 միլիոնի հասանելիություն ունեցանք, այս տարի 20, բայց նույնիսկ խնդիրը այդ միջոցները չեն, ինստիտուցիոնալ կապի ֆիքսում որպես պետք է դիտարկել եւ սա է առանձին երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, այդ թվում ռազմատեխնիկական հարաբերությունների կառուցման համար կանաչ լույս է նշանակում եւ այստեղ ես չափազանց կարեւորում եմ, որպեսզի Երևանը ոչ միայն Բրյուսելի հետ աշխատի, այլև անդամ 27 երկրների հետ առանձին մեծ Եվրոպա, ինչը եւ արվում է, ասենք օրինակ Մեծ Բրիտանիայի հետ կապված։ Մենք Մեծ Բրիտանիայի հետ այսօր այսպես սրընթաց տեմպերով բարձրացնում ենք մեր հարաբերությունները մինչև ռազմավարական գործընկերություն, ինչի որպես նպատակադրում հայտարարություն են արել թե Երևանը, թե Լոնդոնը։ Եվ սա շատ կարևոր ուղղություն է, որովհետև Միացյալ Թագավորությունը լրջագույն գործընկեր կարող է լինել նաև ռազմատեխնիկական ոլորտում, հատկապես ծանր ուղղությունների համար, ասենք ռազմավարական հակաօդային պաշտպանություն։ Եվ այլն։ Էլի կան այսպես հեռանկարային գործընկերներ, որոնց հետ մեր սերտացումը եւս կարեւոր է, ասենք օրինակ Շվեդիայի հետ, որը եւս լրջագույն խաղացող է այդ ռազմատեխնիկական ոլորտում Եվրոպայի։ Եվ այդտեղ երկկողմ հարաբերություններն են անհրաժեշտ, բայց կարծում եմ դա արդեն կլինի հաջորդիվ։ Եվ շատ կարևորում եմ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան եւ Շեկերինսկայի այցը եւ այո գլխավոր քարտուղարի տեղակալը, որը նաև ասաց, որ 26 թվականին միանգամայն իրատեսական է, որ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն նոր շրջանակային պայմանագիր ստորագրեն իրար հետ։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք այս ռեֆորմների ընթացքում, երբ մենք ինչ խոսում էինք, չէ, դա նաև պաշտպանական եւ անվտանգային ոլորտների ռեֆորմները առաջ տանելու մասին էր նաև։ Իսկ սա բերում է մեզ ՆԱՏՕ-ի ստանդարտներին մոտեցման։ Ուզենք թե չուզենք։ Իհարկե պաշտոնական Երևանն ասում է մենք խնդիր չունենք, մենք խնդիր չենք դրել ՆԱՏՕ-ին անդամակցության։ Նման ամբիցիա չունենք, ասում է պաշտոնական Երևանը 25 թվականի դեկտեմբերի դրությամբ, բայց այդ ստանդարտներից մենք մոտենում ենք ՆԱՏՕ-ին։ Դե գիտեք ինչ, որովհետև աշխարհում ուրիշ ստանդարտ չկա։ Ռեգիոնալ մեր մրցակիցները հենց այդ ստանդարտներին են հասցրել իրենց բանակները, Ադրբեջանը թուրքական
բանակի հետ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է։ Հետևաբար այդտեղ միայն ՆԱՏՕ-ի ստանդարտներ են ու Հայաստանը պետք է կարողանա նաև իր աչքի տակ ունենալով աչքի առջև համակայլ լինի, համահունչ լինի ուկրաինական պատերազմի այս ամբողջ զարգացումները, որը վարում է ամբողջական ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատերազմ մի բան էլ գերազանցելու որ ՆԱՏՕ-ն է սովորում իրենցից որ այդ պատերազմի ավարտից հետո նաև մեր քաջ հերոս հայրենակիցների նաև մասնակցությամբ կկարողանանք մեր բանակում այդ բոլոր հմտությունները ներդնել։ Այստեղ իհարկե չափազանց կարևոր է դուք խոսեցիք խաղաղության մասին որպես ձեռքբերված իրողություն, ես ուզում եմ որ մենք այդ պատրանքը չունենանք։ Չպատերազմ ունենք, որովհետև խաղաղությունը իրականում կարծում եմ անընդհատ ջանք ու աշխատանք է ենթադրում, խաղաղությունը անընդհատ ամրապնդելուն ուղղված այսպես հանապազորյա ջանք է ենթադրում եւ մենք պիտի շատ թանկ վճարենք այդ խաղաղությունը ապահովելու համար ու դա նշանակում է գնողունակ այնպիսի տնտեսություն ունենալ, այնպիսի կառուցվածք ունենալ տնտեսական, որի հիմքում տեխնոլոգիաներն են, որի հիմքում բնական գիտությունների նկատմամբ ուրեմն մեր ավանդական հակումներն են, ինժեներիան եւ գիտելիքը, կրթությունը, փորձը, որպեսզի մենք կարողանանք առավելագույն կարգապահությամբ այս խաղաղությունը բարիք դարձնել ցանկացած մարդու համար, որտեղ եթե խաղաղությունը չի դառնում մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար միջոց, հնարավորություն, գործիք, ինչներիս է պետք է խաղաղությունը։ Իսկ եթե մարդը բարեկեցիկ, հարուստ, առողջ եւ կրթված դառնա խաղաղության արդյունքում, խաղաղությունը ուժեղ եւ մրցունակ դառնա, դա նաեւ մրցունակ եւ ուժեղ կդարձնի պետությունը դրանով ավելի ու ավելի ամրապնդելով խաղաղության այն մեր պատկերացրած իրավիճակը կամ իրողությունը, որի մասին մենք խոսում ենք։ Հետևաբար, որքան ուժեղ մենք լինենք ներսից, այդքան հարատև կլինի խաղաղությունը, թե անհատական մակարդակում, թե նաև ընդհանուր, որտեղ անհատների հարստությունից եւ կարողությունից է կախված մեր ընդհանուր, մեր պետության բարեկեցությունը։ Հետևաբար խաղաղություն, որը յուրաքանչյուր անհատ իր մաշկի վրա կզգա։ Մեր գլխավոր խնդիրն է դա բարիքի վերածել, դա մարդկանց երջանկության վերածել, որպեսզի մարդիկ երջանիկ ապրեն, որպեսզի խաղաղությունը դառնա երջանիկ ու բարեկեցիկ ապրելու ուրեմն ճանապարհ եւ պատկերավոր եթե ասենք մենք դրա ֆունդամենտն ունենք, բայց այդ շենքը դեռ պետք է կառուցվի։ Մենք ոնց որ այդ ֆունդամենտը ունենք եւ այդ շին հրապարակում ինչ որ sense տնակներ ենք դրել, այդ տնակների մեջ ենք դեռ։ Ժամանակն է երբ մենք այդ շենքը կառուցենք, դա մի օրվա բան չի, այդ տնակներից տեղափոխվենք այդտեղ։ Եւ որպես ամփոփում առաջիկայում փետրվար ամսին նախատեսված է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում։ Այսօր Թրամփը հետ կանչեց դեսպան Քվինին Հայաստանից, ըստ էության ազդարարելով, որ հայ-ամերիկյան համագործակցության հիմքում նախ ամերիկան կամ America First այդ կարգախոսը պիտի դրված լինի, հույս ունենք, որ նոր դեսպանի նշանակմամբ մենք այս հարաբերությունները բոլորովին նոր, այսպես շունչ կհաղորդվեն, նոր գործակցության ոգի նոր լիցք կտա կոմունիկացիային, նաև Հայաստանի հասարակության հետ եւ մենք այսպես կունենանք ավելի վստահ դեսպանություն եւ վստահ վարչակազմ, հա, որ մեկը մյուսի ուղիղ հաղորդիչն է, հա, ասենք։ Այո։ Եվ իհարկե դեսպան Քվինը ահռելի աշխատանք է կատարել եւ 2022 թվականի իրադարձությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները մեծապես նաեւ ամենադրամատիկ պահերին նա Հայաստանում, Հայաստանի հետ, Հայաստանի կողքին արել է շնորհակալություն իր այդ աշխատանքի համար
եւ իհարկե սպասենք նոր դեսպանին, տեսնենք ինչ առաջնահերթություններ են սահմանվում, իսկ փետրվարին սպասվում է TRIP-ի հիմնարկեքը, որը պետք է իրականացնի փաստորեն եւ ամենաբարձր մակարդակով պիտի իրագործվի Հայաստանի եւ Հայաստանի իշխանության եւ Միացյալ Նահանգների սպասվող փոխնախագահ J.D. Vance-ի այցելությամբ դրանք չափազանց կարեւոր են լինելու առաջիկայում հույս ունենանք որ մենք էլ ուժ կարողություն կունենանք դրանց անդրադառնալու որտեղ մեզ էլ չափազանց զբաղված եւ դրամատիկ իրադարձություններ են սպասվում առաջիկայում եւ ոչ պակաս վճռորոշ եթե ոչ ավելին քան 2025-ն էր այո այդ իմաստով այո մենք պատասխանատվություն պիտի զգանք մեր առաջ մեր կուսակցությունների առաջ մեր ժողովրդի առաջ որևէ բան չխնայելու որպեսզի 26 թվականը այդ ընտրությունների արդյունքներով մենք կարողանանք ավելի ամրապնդել մեր պետության դիմադրողունակությունը, դիմակայունությունը, հնարավորությունները տնտեսական, տեխնոլոգիական, քաղաքական եւ այս բոլոր ուղղություններով ահռելի գործ կանելու եւ ընդհանրապես փոխելու այս ստեղծված այս գաղջությունն ու անորոշությունը, որի ուղղությամբ ահռելի ջանք են գործադրում մեր քաղաքական հակառակորդները, մեր նպատակն էլ նաեւ այս հաղորդումների միջոցով թույլ չտալը, որ այդ ջանքը եւ այդ նպատակը կենսագործվի։ Շնորհակալություն այս զրույցի համար։ Մենք էլ իհարկե կհանդիպենք։